Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, ես էլի հրատապ եթերով եմ եթեր դուրս եկել, ես նոյեմբերի 25-ին խնդրել եմ Վայոց-Ձորի մարզպետին, պարոն Վահագն Արսենյանին, Եղեգնաձոր համայնքի ղեկավար պարոն Դավիթ Հարությունյանին և Պարիկների գումարտակի հրամանատարին, որպեսզի համապատասխան քայլեր ձեռնարկեն և թույլ չտան, որ բնակելի տան դիմաց, այսինքն բնակելի թաղամասում բնակելի տան դիմաց մեծ բեռնատարների պարկովկա սարքել, դրանց մեջ պարսիկներ, ազերիներ, ինչ ազգի ասես, որ չեն լինում։ Ես լույսը հետս բեկալն եմ, որ լավ երևա։ Հիմա ես ուզում եմ այդ պահը ֆիքսել, որ կանգնած են այդ մեքենաները։ Էսա։ Էս մի մեքենա, էս երկու մեքենա, էս Եղեգնաձոր համայնքի ֆուդկորտի դեմն է, պլաշատկայում է ֆուդկորտի կանգնած։ Էս երրորդ մեքենան է։ Ես է չորրորդ։ Ուզում եմ ֆիքսեք, որ ես հենց ֆուդկորտի պլաշատկայում է կանգնած, այսինքն տրասի վրա չի։ Ամիջական պլաշատկային, ծառին կպած։ Ուրեմն, որ շատ չերկարացնեմ, հարգելի հայրենակիցներ, ստե ես նշամ, բնակելի տներ են, էսա։ Մենակ իմ տունը չի, էլի տներ կան, ու ես Նորավան թաղամասն է, հանրահայտ Նորավան թաղամասը։ Սա մեքենաներ անցնում։ Ուրեմն ես հարգելի հայրենակիցներ ասեմ, որ նոյեմբերի 25-ին խնդրել եմ, նոյեմբերի 25-ին իրիկուն էլի, բայց ես ամեն ինչը չի վերացել, այսինքն ես բեռնատար մեքենաները, եթե ֆուդկորտը էլ չի աշխատում, փակ է, չի աշխատում, իրավունք չունեն ստե կայնում։ Դա մեքենա է անցնի, թու անցնի։ Այսինքն սրանց մեջ կարան լինեն ազերբայջանցիներ, այլ ազգիներ, հենց քիփ ընդամենը 5-6 մետր ենքով մի տունն է։ Ասենք ես աղջկա տեր եմ,
ընտանիք հաստ է, սրանց մեջ չես կարող իմանաս ինչ ազգի ներկայացուցիչներ կան, ինչ տեսակի մարդիկ կան։ Այսինքն եթե ուզում են պարսիկներին, թուրքերին, ադրբեջանցիներին լավություն անեն, то տանեն ստեից մի կիլոմետր են կոմ գետափի խաչմերուկն ազատ տեղ է, то ընդ է տարածք տրամադրեն, ոչ թե բերեն բնակիչների տների դիմաց բան անեն։ Բեռնատարները ավտոստայան կա սարքեն։ Ես իմ տունեն ժամանակ ես որ սարքել եմ, ստե ոչ ֆուդ կորտ այլ է, ոչ էլ մեքենաներ են եկել կայնել։ Ֆուդ կորտն էլ դաժր լինելուց այդ վերջի մի ամիսն է, որ սկսել են գալ կայնել, ընդհանրապես չի կայնել, այտենց ապացույց չկա, որևէ մեկը չի կարող ապացուցի, որ խոսքի եկե կայնել է, որովհետև եթե կայնի ես թույլ չիմ տա, քանի որ ստե տուն է, չգիտես, օրինակ Գյումրու դեպքերը Ավետիսյանների, ռուս զինվորը մտավ, ով մտավ, Գյուլան գցան ռուսների վրա, այս զինվորի վրա, ինչ գիտես, նմանատիպ դեպք սրած պավ չի եղնի, այսինքն ես նաև իմ ընտանիքի ու թաղամասի բնակիչների անվտանգության խնդիրն է, ստե մենակ ես շեշտամ, մենակ իմ տունը չէ, էլի տներ կան, ես հիմա չեմ բորբոքվելու, հունից դուրս չեմ գալու, ես սադրանք, նայեք պարեկները, հենա, պարեկին ասում եմ նշան չկա, որ չի թույլատրվում, ես էլ ասում եմ, բայց նշան էլ չկա, որ պարկով կա, էսա, պարեկ աղբերները, ես էլ իրանց ասել եմ, որ նշան էլ չկա, որ խոսքի բանը, ստե թույլատր կարա խոսքի բեռնատար մեքենաներ կայնեն, Ես մեքենաներ են անցնում է, դրա համար մի քիչ բան խոսում, որ ձենս լսվի։ Բարեկներին ես երբ որ ասել եմ ես անօրինականությունը ես խրատիրում, ես մանավանդ 25-ին դիմել եմ հրապարակայնորեն, ու այսօրվա դրությամբ էլի ես բեռնատար մեքենաները անօրինական ձևով էլի եկե կայնել են, իրանք փորձել են ինձ համոզում, որ անօրինական չի, ես էլ իրանց ասել եմ, որ բեռնատարների կայնելու նշան չկա, որ իրավունք ունի բեռնատար կայնի, ստե, ստայան կա էլի որպես, իրանք ինձ ասել են, որ վաղը իչի մեր հրամանատարին տես, եթե խնդիր կա, ես էլ ասել եմ, ես առաջիկա օրերին գրավոր կդիմեմ, ոչ թե բանավոր, այլ գրավոր, ոչ թե մենակ ձեր հրամանատարին կդիմեմ, այլ կդիմեմ նաև ոստիկանապետին, Վայոց ձորի մարզպետին ու Եղեգնաձոր համայնքի ղեկավարին։ Եթե գրավոր դիմելուց հետո հարց չլուծվավ, ես պարեկներին եմ տեղեկացրել, եթե չլուծվավ դիմելու եմ սահմանադրական դատարան։ Մեր անվտանգ ապրելու իրավունքներով, այդ բանով փաստաբան եմ բռնելու ու գտնելու արդար, հայրենանվեր, հայրենատեր փաստաբան եմ գտնելու ու դիմեմ սահմանադրական դատարան, այս հարցին լուծում տալու համար։ Իսկ եթե սահմանադրական դատարանն էլ հանգարց այս հարցին ընթացք չտվավ, արդեն կոչ եմ անելու
ուղերձով խնդրանքով դիմել եմ բոլոր հայ տեսակին պատկանողներին, որ գան այս ճանապարհը փակեն ու օրինականություն վերականգնեն։ Այս սադրանքը ես ասում եմ, միջև վերջերս ստե բեռնատարներ չեն կայնել։ Եղել է, որ եկել եմ մի ժամ, 2 ժամ կայնել եմ, մարդիկ քնել, հանգստացել, գնացել են, բայց հայերը, պարսիկները չէ։ Հա։ Ու այս սադրանքը նրանից է առաջացել, որ մոտ մի ամիս առաջ մի հատ մեքենա պարսիկ եկել կայնել էր, ու ես զանգել եմ ֆուդկորտի մենեջերին, ասել եմ, որ ես խա պարսիկ էստե կայնել, անեք, ասել եմ, մեր տարածքում չի, մեր պլաշակայում չի, մեր տարածքում չի, մենք չենք կարող անենք հերով, բայց դուք տեսակ, որ անց իրաց տարածքում է, այսինքն, այդ իմ խոսակցությունից հետո որոշ մարդիկ, ես չեմ ասում հերոն կամ գոքորն այն սեփականատերն են ինալու անում, ինչ-որ մարդիկ հասկացել են, որ ես այս փաստը բացասական եմ տանում ու հիմա ոչ թե մի հատ մեքենա է գալի, այլ անցած անգամ Մոնթե Մելքոնյանի հատկապես ծննդյան օրը նոյեմբերի 25-ին 5 հատ մեքենաներ եկել կայնել։ Այսօր 5 լեգենդար 5-րդ բրիգադի կազմավորման օրը նոյեմբերի 28-ին ժամը 10-ից այս 4 հատն եմ բերել կայնացրել։ Այս սադրանքը, որ ես էլ եմ, ձենս գցեմ գլուխս, կփուր քյապար, կռիվ անեմ, տանեմ փակեն, ու ես կապված իմ տան տարածքի հետ, շինարարության հետ, որովհետև սրանք այդ ինչ չեմ ուզում եմ բերանս բաս, սրանք ես 3 տարի շարունակ շինարարություն եմ անում խանգարում են, էլ բոսպորնիկներ են բերել կողերս պրծրել, որ իբր թե բան ասեն, որ ես շարան են, համակարգչից մեջ են նկարներ գցել, ինչ-որ ձևով մտնում են համակարգիչս, հետո որ կան վրոջը ինչ-որ, այսինքն փակելու թեմա են միշտ ուզեցել գտնեմ, բայց ես այնքան մաքուր եմ եղել, այնքան արդար եմ, որ այդ ամեն ինչը իրանց մոտ չի ստացվել, հիմա իրանց փակելու թեման է սա, այսինքն ես պարսիկներից տե հայտնվել է, որ միջև ես վերջի մի ամիսը սրանք չեն հայտնվել ընդհանրապես, երկու նպատակ ունի, այդ երկուսից մեկն է սրանց մոտ, Էսա մեքենան անցնի ասեմ, որ այդ երկու նպատակներից որոնք են։ Ուրեմն երկու տարբերակ կա։ Առաջի տարբերակը, որ կռիվ սարքեն, էլ եմ մի պարսիկի բոքսեն կամ ֆուդկորտի տիրոջ հետ հագնեմ, մաքնեմ էսեն, բռնեմ փակեն, որովհետև ես ասել եմ, եթե շարունակվով արյունահեղություն է լինելու։ Ու եթե արյունահեղությունն է լավ, ես պաշտոնապես հայտարարում եմ, այդ արյունահեղությունը, այդ արյունը մնալու է Եղիգնաձոր համայնքի ղեկավարի, Վայոց ձորի մարզպետի, ոստիկանապետի, պարեկների գումարտակի վրա։ Այդ այլան պատասխանատուները իրանք են եղնելու, ես չեմ եղնելու, որովհետև ես մի անգամ խնդրել եմ, որ ստե անօրինականություն է տիրում, եկեք տերություն արեք, կարգադրեք, համապատասխան քայլեր արեք, որ արյունահեղություն չելի, բայց ոչ մի քայլ չի արվել։ Այսօր 28-ն է, 3 օր հետո էլի նորից գալի կայնում են։ Իմ հիմա անցնում են երկու տարբերակին, որ ասում եմ։ Ինչի համար են ստե կայնել ես պարսիկներ, այսինքն, որ իրանք իմացել են, բացասական եմ ես տրամադրվում այդ փաստին, ստե մենակ իմ ընտանիքի անվտանգությունը չի։ Ես վաղը լույս աշխով ցույց կտամ, թե ինչքան տներ կա ստե։ Այն որ պարեկը ասում է, պարեկը սկի չի իմանում, բանը
Էս ան ինչա։ Տրասի որ կողմնա թաղամասը որը չէ։ Ինձ ասում է տրասից են կողմ, բանը բնակելին ընդե է, ասում է աղբե ջան 5-6 մետր են կողմ է բնակելին, բայց այդ տրասի են կողմն էլ կա։ Ժամը 10-ից եկել տնգվել են։ Իմ աղջիկ երեխան պարապմունքից այն օր 10-ից եկել է պարսիկները ստել լծված։ Եթե մի հատ բան էր, ով էր դրա պատասխանը տալու։ Հիմա ուզում եմ ասեմ ես սա դրանք ինչի համար են բերել ես պարսիկներին տնգել ստե։ Հա։ Ուրեմն որ տեսել են որ բացասական են վերաբերվում, այս երկու նպատակ ունի։ Տարբերակ համար առաջի, որ կռիվանեմ տանեմ փակեն, որովհետև ինչ ձև ուզեցել են փակեն, ինչ ուզեցել են սարքեն գլխիս չի ստացվել իրանց մոտ։ Դաժե դավաճան մտերիմների միջոցով են ուզեցել, իմես շատ մտերիմ մարդկանց միջոցով են ուզեցել այդ ամեն ինչը անեն, ծախված դավաճան մտերիմներով։ Չի ստացվել։ Հա։ Այսինքն կռիվ սարքեն տանեն փակեն։ Երկրորդ տարբերակը, որ գլուխը սուտեն, որի փորձելի քանի անգամ արել են չի ստացվել։ Հա։ Որ այսինքն գլուխը սուտեն, սպանեն, հետո անունը դնեն ազերբայջանցի այլ մեջերները, երևի աղբեր եկավ, իմացավ կռված տղա, բռնավ, մտավ ընտանիքը պրտավ կամ իրան մորթավ թողավ, սպանավ թողավ գնաց։ Մենք կապ չունենք։ Ու այդ ամեն ինչը կազմակերպում են հայի դիմակի տակ թաքնված թուրքերը։ Սրանք թուրք են։ Ես 3 տարի շինարարությունս խանգարել եմ, ես ասել եմ սրանք տականքներ են, թուրքեր են, սրանք հայ չեն, որովհետև այն ինչ 3 տարի արել են, հայը չեր անի հայի հանդեպ։ Ու այսօր պարսիկներից տե հայտնվելը ապացուցում, այսինքն տեսան չի ստացվում, արդեն պրամոյից իրանց աղբերներին են բերեկայնացրել գլխից վերևը, արդեն դիմակներն են բացել։ Ես չեմ ասում, ստե եկել են ավտոբուսով տուրիստներ, եկել մտել են ֆուդկորտ սնվել են թողել գնացել, ես ձեն չեմ անել, երբեք չեմ ասել, խա պարսիկը կամ M1-ը գալիս է հաց ուտում։ Բայց գալ հաց ուտելը ուրիշ է, եթե ֆուդկորտ է եկել է հացը պետք է ուտի թողի էթա։ Ստե եթե ես իմանայիմ ինքը ֆուդկորտ է սարքելու գոքոր դու եթե ֆուդկորտի սարքելու հետո թրքանոց ես դառնալու քո ֆուդկորտի հայատը։ Դու չես կարող ապացուցես պարսիկների մեջ ազերբայջանցի կա թե չէ։ Դու զոհված տղաների արա արյունն ես ծախում, հասկանես ինչ ես անում արա, դու կարես ապացուցես սրանց մեջ ազերբայջանցի կա թե չէ արա, ես ինչ եք անում, բայց տղավարի կյանքով ապրած տղա ես թուրքին բերեն, տանս վերևնես կայնսլում արա, ինչքան փողով ես ծախվել, ասացներիս համար հատակ պատասխան տվող եմ։ Գոքոր առաջարկել են ասիր աղբեր տարեք գետապ, բնակելի թաղամասը բդուտ վրոզի տղավարի կյանքով ապրես տղա ես արա։ Բայց ես մեր բնակելի տան գլխի վերևը պարսիկ կայնսել, ազատամարտիկի տան վերև արա։ Ասում եմ չբացվեմ, այլ սենց է կռիվը սկսելու արունա տապելու։ Արյան պատասխանատուները Եղիգնաձորի իրավապահ համակարգի ներկայացուցիչներն են եղնելու։ Ես մահը տեսած ազատամարտիկ եմ, ինձ ոչ փակելը, ոչ էլ սպանելը չեք կարա վախցնեք։
Հարգելի հայրենակիցներ, հիշում եք, մի քանի ամիս առաջ, որ եթե մտամ, գանգին բերել դրել ստետանս դեմ, վրոզի մափիոզական խաղերին տալի, աշկսին ուզում վաղցնին, ինչա շինարարությունը մի քիչ առաջ էր գնացել, հիմա էլ, այ նայեք, այս պատը, որ եկել է հասել այս ծերը, այս լույսը կցեմ նայեք, նայեք, այս պատը եկել է հասել այս ծերը, խառնվել են իրար, որովհետև ջոկել են, որ Սամոն հասնում է իր ուզածին, սրանք ջոկել են, խառնվել են իրար ու ամեն սադրանք անում են կռիվ փողոցային, փորձել են ժամանակին փողոցային կռիվներ սարքեն, չի ստացվել։ Ու ես ասում եմ պետական մասշտաբով է ղեկավարվում, այդ որ ինձ խանգարում են, պետական մասշտաբով են խանգարում։ Հիմա էլ բերել թուրքերին են անել վրես։ Ես ասում եմ, ես չին որոշել բոլոր, ուղղակի չկարեցամ ինձ պահեմ, կանտուժան ունեմ երկու հատ, ներող կելեք ժողովուրդ ջան։ Իրանք ես շատ լավ գիտեն, ես ինձ զորով եմ պահում, ես ասում եմ, եթե շարունակվա այս անօրինականությունը, ես այսքան օր արդեն գրավոր եմ դիմելու, ես այս տունը սարքել եմ 2007 թվականին, օրինական գրքույկով, ստե ֆուլկորտ չի ելել, ոչ մի բերներատար չի եկել կայնել, ֆուտկորտը սարքելուց մի հատ ձեն չեմ անել, չեմ ասել խես բերում տանս դեմը ֆուտկորտ սարքում, էմախտ օբեկտ է սարքել, ու նորմալ է եղել, ոչ մի վեշ չի եղել, ոչ մի անշնորհքություն չի եղել, ֆուտկորտին սարքելուց հետո էլ չի եղել, այս վերջին մի ամիսն այդ ինչ կատարվում է։ Ես ուղղակի նորից խնդրում եմ Վայոց Ձորի մարզպետին, պարոն Վահագն Արսենյանին, պարոն Դավիթ Հարությունյանին, պարեկների գումարտակի պետին, հարգարժան պետին, ոստիկանապետին հարգելի, բոլորին, խնդրում եմ այս անօրինականությունը վերացրեք, արունահեղությունը կանխեք, հարգելի իրավապահ մարմինի ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ իրավապահ համակարգի աշխատակիցը ներկայացուցիչը, ոչ թե հանցագործությունը բացահայտողն է, այլ հանցագործությունը կանխողն է։ Հիմա ես խնդրում եմ իրավապահ համակարգի պրոֆեսիոնալ աշխատակիցներին, որ այս անօրինականությունը կանխեն։ Եթե ես ստեմ մեկին տվան սպանամ, ես ասում եմ այդ պատասխանատվությունը, ես հիմա չեմ ասում մարդ եմ սպանելու, բայց կանտուժոնի մարդ եմ ես, որ ջղանացեմ, ես կարող եմ մի բան անեմ 5 րոպե հետո փոշմանեմ խի արամ։ Ու այս սադրանք իրականացրողներ այդ ամեն ինչը շատ լավ գիտեն, իրանք պրոֆեսիոնալ պասպորտով թուրքեր են։ Ես խնդրում եմ պրոֆեսիոնալ իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, որ կանխեն, նորից եմ ասում։ Այս սրանց անեստեի սիկտիր անեն, այս տան բնակելի տուն է, եթե ես, այսինքն սկզբից տեստարանքայել էր, ես կյանքում ստե տուն չեմ ծախի, իսկ մի գոքորի հաճույքի համար ես չեմ դանի տուն ծախեմ, գոքորը տան ավտոյա կայնսնի, թո տան իրա տան վերևը կայնսնի, ընչա բերել իմ տան վերը կայնսրել, դու հասկանում ես գոքոր, որ ես սրբապղծություն է,
Այս պարսիկները գալի ավտոների մեջ նամազ են անում, արա մեջները ազրբեջանցիներ կան։ Դու վստահ ես կան թե չկան։ Գալի իրար շեյրների երգն են լսում։ Իշնում նամազ են անում, արա ֆուտկորտի դեմը։ Ես ասում եմ, արգելի հայրենակիցներ, ես բատ սադրանքա, անօրինական ու ես սադրանքը կատարվում է պետական մասշտաբով, քանի որ պարեկը գալի ասնում, տերում ալը մի հատ էլ դիմում ես, ասում ես, ես ինչ անօրինականություն, ասում է, օրինական է, ասում եմ, բավոն օրինական է, ուրա կարնելու ստայանքայի նշանը, ասում է, դը կետ չուստուր, որ էտնց օրեն չկա, ասեմ, կետը բաղը ես կգտնեմ գրավորը դիմում մայ, որ գրեմ դրա մեջ կնշեմ էտ կետը, ես որ կետերը իմանեմ, ես է պարեկ կաշխատիմ, էտ ձև ասած, նայմ եք չէ որտե են կայնած, մի տարի առաջ մի հատ պարեկ, մեքենան եկել այս հատվածում կայնած էր, այս մայթի վրա պագրիշկան ենքան որ մի պագրիշկան ստեր, բրավ էտ մեքենայի վրա ակտ գրավ, ես էլ է դոմիկը ենա, դոմիկի կրիշին գործիմ անում, այսինք էտ պարեկը սադրում էր, որ ես իշնիմ իրան կպնիմ, որ ես գործ-մորձ բացիմ, ամարվա շոքին, ու այդ մեքենան իշ մեքենա էր զինվորներին ճանապարհում, զինվորի ծնող է նորակոչիկի, եկել էր երեխուն ճանապարհ էր, աղբորը ճանապարհ էր, ջայլ տղա էր, հարազատին, վերջը չեմ անում, նորակոչիկի իշն էր, այսինքը բռնան ակ գրան, բայց պարսիկներին բերել կայնասրել էստե բա դրանց վրա ով է գրելու, ես այսքան վաղտ այդ թեման չեմ ասել, այդ պարեկի պահով ասել եմ ոչինչ չի հասկացել, տղա է, բայց երբ որ դու պաշտոնապես ես դիմում, հրապարակայնորեն ես դիմում ու բացե այդ անձան պարեկին կայնացնում ես, ասում ես աղբեր ջան, ես ինչ է կատարվում, ես որ նշան կա, որ ստե պարկովկայի տեղ է, հələ ինքը ինձ ուզում ապացուցի, որ օրինական է, եթե շարունակվավ դիմելու եմ ներքին գործերի նախարարին, նայեք ես ասում եմ, հետո չասեք, էս մի րոպե, գրավոր դիմելուց հետո շարունակվավ, ես գրավոր ներքին գործերի նախարարին եմ դիմելու, չի կարաստե, թոգա միչև ֆուտկորտի միչև փակվելը, թո հազարատ ավտոգա կայնի, բայց ֆուտկորտը փակվավ, շո, ստե չի կարա, ստե այսինք ինչա նշանակում եք գան լարվեն ընդել տուն, որ մտան էտ տանը վնաս տվան, ով է պատասխանը տալուզ, նախանցած տարի ավտոբուսով պարսիկները եկելին է, պարսիկը օրը ցերեկով վաղը կնկարեմ ցույց կտամ, կայնել այդ է մեզում էր, Բայց այդ ներքևը տունա, կայնել էր այս թմվի են կոմը պատկա, այդ պատի մոտ ու մեզում էր, ես եմ էլ կպել դրան, էլ եմ գնացեմ շոֆերին ասում եմ, բա, որ բերում հասցել մեզ ընչի չես հրանգավորում, որ չի կարել էտս բաներ, այսինքը սրանք էձը պնթիկ տիպեր են,
Սան չես իմանա վաղը ինչ կանեն։ Ես էլ եմ հանգիստ ուղակի ֆիքսիմ, ուղակի այդ պարեկներ պատասխանից ես ջղայնացան, պարեկներ ինձ ունից անան։ Լավ ժողով ջան, ներող կելիք։ Ուղղակի ես էլ իմ հանգիստ ձևով ֆիքսին, որ դուք էլ համոզվեք, որ այն ինչ որ կատարվում է, այդ 3 տարի ինչ որ կատարվել է, պետական մասշտաբով է կատարվում իմ դեմ։ Պետական, որտեղ չէր կարա, այդքան սրբապղծություններ, որ արվել է, մեկը չիմացավ, չբացահայտվավ, երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը, ինչքան վարպետ բան որ կա սաղին ուշտ են արել, ամեն մեկի մի ձևով կուպիտ են արել։ Ինչ խաղեր ասես, որ տվել են։ Դաժե դոմիկը տեսակ չէ, սա չիս կտան։ Մի ամիս առաջ ինձ հասցրել են, որ դոմիկը տնն ուզում պաժար տան։ Ու անուն անեմ վրոձի բանը, հոսանքից է պաժար ընգել։ Հիմա գիշերները դոմիկի լույսը ես դեռ անջատում եմ, այսինքն որ ես գիշերելի ցերեկ էլի։ Ես այդ դոմիկի լույսերը ընդհանուր անջատում եմ, որ չկարենամ պաժար տալուց հետո այդ կարգի կանայք կան, էլի չեմ ուզում բերանս բացեմ էջիս մեջ։ Էսա մի րոպե ժողովուրդ ջան։ Կներեք դոմիկի դուռն եմ բացում։ Որ նայեք լույս չկա էլի, անջատել եմ։ Ցերեկները երբ գործ մորց եմ անում, տունն եմ ելում, տունը չել ամել, ցերեկ էլի գիշերել անջատ։ Լսանայք։ Ես որ հավատակ, որ ես ճիշտ եմ ասում։ Ահա, նայեք, վիկլուչատերն է։ Ուրա ոնց պարում, էսա, ահա, նայեք, ահա, անջատած է։ Որովհետև ես իսկ տվյալ է հասել, որ դոմիկն են ուզում պաժար տան։ Ալիևի բջերը։ Կներեք եսա պակ եմ։ Այդ ես բացամ այտենց բանարան, որ ֆիքս է, կապացույցը, որ նախորոք բան չի մարել, որ դաժը լույսը անջտած է, ջրերը կտրում էին, միտումնավոր ձևով, այս ցեխի մանին ջուրը կտրում էին, ստիպված, բռամ կրիշես, բոշկա դրամ, միտումնավոր ձևով, գիծը նայեք, հանամ կրիշ, էսա ցույց տամ, ահա, էնա ջրի գիծը, բոշկան կրիշիս մեջ է, ստից զապասս վեկալում եմ, ինչ բոշկան դրել եմ,
այդ ջրերը տարվա մեջ բոշկան դնելուց հետո տարվա մեջ կարող է ընդամենը 3 անգամ ջրերը կտրված էլի։ Այսինքն ամեն ինչ արել են։ Ասում եմ, էլ բոսպորնիկ կողերը սպրծնելով, իբր թե են սովետի վաղտ գիտեն, չէ են սովետի վաղտ ապրածները, որ խոսքի բանը, աղջիկը մատանիները ոսկեղենը թույլ մատին դնում էր, էտում տղայի հետ հանդիպման, հետո ափը դնում էր ափի մեջ, թավ ձեռը քաշում էր, շխուր էր անում, վայ ես տղան ոսկեղենը ստարավ ու ընդից հանգարց հայտնվում էր մի հատ քնիչ կամ միլիցա, այն վաղտ միլիցա էին ասում, ոստիկան չին ասում։ Ու այդ մարդուն բռնում փակում են, կամ ավտո էր կայնացնում, նստում էր ավտոյի մեջ, հետո իր շորերը ճղճղում էր, իրան ավտոյից գցում էր դուրս, բռոձի պուտանկեք էլի։ Ու հանգած նորից պատահաբար միլիցա էր հանդիպում, այդ սովետի վաղտվա բաներն եմ ասում էլի, կամ քնիչ, ու այդ մարդու վրա գործին սարքում։ Այդտենց է կողերս են, հապրպրացել, տունն եմ մենակ եղել, խոսքին շուր մեկին ղրգել են, ծրել եմ, համակարգչից մեջ նկարներ են գցել, տարբեր, որը հասցրել ջնջել եմ, այսինքն ջոկել եմ, որ այդ ամեն ինչը ես, այսինքն ամեն ինչ անում են, ամեն ինչ, բայց իրանց մոտ ոչ մի բան չի ստացվել, հələ մինչև հիմա, որ ստացվի էլ ես ոչ փակվելուց եմ վախենում, ոչ մեռնելուց, իմ համար մահը հələ փրկություն է, որ ասեց ստուկաշների չտենամ, թե ինչեր են անում, ավելի լավ է մեռնեմ, քան թե տենամ ինչեր է կատարվում այս երկրում։ Ես այդքանը խի երկարացամ, որ համոզվեք, որ ես պարսիկները ասում եմ, ես երբեք չեն եկել, թո Նորավան թաղամասի, Եղեգնաձորի բնակիչները, թո ասեն, եղել է պարսիկներ, ավտոբուս, տուրիստներ եկել են, կանել, մտել, օգտվել են ֆուդկորտից գնացել են, բայց երբեք ստայանքա չի եղել, ոչ պարսիկի, ոչ էլ հայ, չի եկել, ստը չի կայնել, այսինքն ստը բնակելի թաղամասը, ես ասում եմ, ես տունը սարքել եմ նոր այդ ֆուդկորտը ես վերջի քանի տարիներին է սարքվել ու նորմալ է եղել, մենք իրար հետ գոքորի հետ, այդս թեմաներով խնդիրներ չի եղել, բայց չգիտես ընչի հանգարց ես վերջի մի ամիսը հանգարց պարսիկներ են հայտնվում, բեռնատարներ են գալի կայնում, այդ առաջ անգամներ, որ զանգել եմ ասել եմ այդ պարսիկի թեմայով, այդ պարսիկը դու մի ասա չեր եկել մնար, ինքը ընդամենը եկել մի ժամ կայնավ, այտենց ինչ-որ մեկը եկավ ավտո վեշ տվավ, թողավ գնաց, բայց իրանք ֆիքսան, որ հոպ սամոն ես պահ, բացասական է բան անում, կան ես պահ անենք, կամ սամոյի գլուխը ես պահով կուտենք, ասենք պարսիկները արան, ենքան է լավ իրանց հակամակա ես, կամ էչերները ազրբեջանցել էլ, գլուխը կուտենք, հետո տարածքը դավաճան մտերիմներ ունեմ, չէ, դրանց միջոցով մեզնով կանենք տարածքը, կամ էլ փակել կտանք սամոյին, այդ ինչ-որ բան կսարքենք, պարսիկը կելի անշնորհք չընկանի, սամոն կելի պարսիկին կմորթի, տանը կփակին սամոյին, ազգայնական բաներով, դու տեսակ չէ նախորդ տեսանյութում ինչ ուտուշ խմուշին սարքել, ես հələ ես ժամը 10-ի կոմերը տեսամ սրանք եկան կայնան, ուղղակի բանտեղ չդրամ, մտածամ կեթան,
Հետո ժամը 1-ն էր քունս չէր տանում, պարկելին քնիմ քունս չէր տանում։ Էլամ ասեմ կան տենում սան գնացել են, թե չերամ նրան տենում ստե տանգված են հələ։ Գոքոր աղբերական խնդրում եմ։ Սրանց սիկտիրար։ Սրանց մեջ կարան ազերբայջանցիներ են։ Դու չես կարա 1000%-անոց ու վերենելս, որ իրանք շեյդների երդ չեն լսի, մուղամ չեն լսի։ Ես ասում եմ, գոքոր աղբերական խնդրում եմ այդ հրապարականորեն, այս սրանց սիկտիրարը ու իմ տանդեմը պարկովկա մի սարքի։ Հակառակ դեպքում, իմ գլուխն էլ ուտեք, ձեր այդ մաֆիայով, որ ոչ թե մենակ ես գիտեմ, այլ շատերը գիտեն, թե ովքեր եք դուք։ Գլուխս էլ ուտեք, ձեր համար շատ վատ կելի։ Լիքը թասիբով տղեր կան, լիքը զոհվածի ծնողներ հարազատներ կան, կգան կմորթեն։ Եթե ուզում եք ունից հանիք, ասիկ ազգանական բանասարքում, կարակ վաղվանից քրեական գործը բացեք, պրոֆեսիոնալներ։ Այդ չակետավոր պրոֆեսիոնալներին ավերաբերվում, իրականներին առաջ ես միշտ ասել եմ, բոլոր արդարամիտ, օրինապահ, հայրենանվեր, հայրենատեր, իրավապահ համակարգի ներկայացուցիչների առաջ գլուխ եմ խոնարհում, որպես Արցախյան 3 պատերազմների մասնակցած ազատամարտիկ, բայց նրանք ովքեր հանուն փողի իրաց պագոնները, պատիվները ծախում են, իրաց մի փոր հացի համար, խոսքի կարագա ֆուդկորտում փորերները լցեն ու ելեն ինդեմ ինչ-որ մի բան անեն։ Դրանք իմ համար թուրքից չեն տարբերվում, նմանատիպ իրավապահ համակարգի ներկայացուցիչները։ Իսկ մնացած է առաջ օրինապահների, հայրենանվերների, հայրենատերների։ Ես գլուխ եմ խոնարհում։ Ասված թող ձեր ընտանիքների պահապանել, տղեր ջան։ Դուք հիշեք, լիքը տղեր կունեք, ընկերներ ու իրավապահ համակարգի նաև ներկայացուցիչներ, հերոս տղերք են եղել, որ զոհվել են։ Հանուն մեր ազգային արժանապատվության։ Զոհվել են, որ օրինականություն էլ է այս երկրում։ Որ հայը իր տան մեջ հանգիստ քնի, խաղաղ ապրի։ Վերջում ուզում եմ ասեմ փառք ու պատիվ մեր հայազգի բոլոր ներկայացուցիչներին։ Մեր հայրենիքի համար նահատակված, անուն հայրենիքի պայքարած, այս ջղանասրում չեմ կարող խոսամ։ Ավեշ փառք ու պատիվ բոլոր ժամանակների մեր հայրենիքի նվիրյալներին։ Բարի գիշեր ձեզ, ժողովուրդ ջան։ Հուսով եմ էլ ես մեքենաներից ստերանք չեն երևա։